Երևանի ստեղծագործական կյանքը ապրիլի 12-ին աշխուժացավ նոր ձևաչափի նկարչական ցուցահանդեսով։ Համակուրսեցիներ 30 տարի անց խորագրով մեկ հարկի տակ ցուցադրվեցին 1984 թվականին Գեղարվեստի ակադեմիա ընդունված եւ 1989-90 թվականներին ավարտած սաների աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դիզայն, խեցեգործություն։ 150 աշխատանքով ներկայացավ մոտ 22 հեղինակ։ Այդ տարվա շրջանավարտներն այսօր արվեստագետների միջին սերունդն են։ Այս արվեստագետների սերունդը նպատակաուղղված էր պրոֆեսիոնալիզմի, հասկանում եք, եւ այն ազատությունը, որը նրանք ստացան, կարողացան շատ էֆեկտիվ ձևով օգտագործել։ Մեծ մասն արդեն երկար տարիներ ապրում եւ աշխատում է ուրիշ երկրներում եւ հայրենիքում եւ այլուր ճանաչված ու հարգված արվեստագետներ են։ Գեղանկարիչ Գագիկ Բադալյանը հատուկ այս ցուցահանդեսի եւ 30 տարվա իր ընկերներին հանդիպելու համար եկել էր Մոսկվայից։ Վերջին անգամ համալսարանցիների հետ միասին ցուցադրվել էր 80-ականների վերջում դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսին։ Իր գործով է զբաղվում մեր սերունդը։ Ու ամեն մեկը հատիկ առ հատիկ ստեղծագործում են ու աշխարհի լավագույն ցուցասրահներում իրանք մասնակցում են ցուցահանդեսներում։ Ես շատ հուզված եմ։ Բարձր պրոֆեսիոնալիզմ, կրթական բոլորովին այլ համակարգի արտացոլում։ Նրանք փոփոխությունների բարդ եւ անցումային ժամանակների ականատեսներ են, ովքեր չեն շեղվել իրենց ընտրած ուղուց։ Արդյունաբերական գրաֆիկա բաժին ավարտած նկարչուհի Հասմիկը գրեթե չի զբաղվել իր հիմնական մասնագիտությամբ՝ դիզայնով։ Ընկերական ցուցադրությանը մասնակցում է 2 գեղանկարով եւ 1 գրաֆիկական աշխատանքով։ Ինչ ավարտել ենք ինստիտուտը, օրինակ, մեր մոտ անդադ փոփոխական երկրի առումով փոփոխական շրջաններ են։ Մենք նույնպես համակերպելով կամ չհամակերպելով այդ 30 տարին ապրել ենք, բայց ես կարող եմ ասել, որ ես միշտ եմ աշխատել։ Ամենածանր տարիներին եմ աշխատել, երբ որ երեխաներս փոքր են եղել, այդ վաղտել եմ աշխատել, դա իմ ապրելու ձևն է։ Գագիկ Ղազանչյան, Տարոն Մուրադյան, Գոր Ավետիսյան, Ահարոն Գրիգորյան, Նունե Մակարյան, Արմեն Գիզիրյան, Գագիկ Բադալյան։ Հայ ժամանակակից կերպարվեստի սիրահարները այս հայտնի նկարիչների աշխատանքներին կարող են ծանոթանալ մինչև ապրիլի 19-ը։ Հերմինե Հակոբյան, Վարդգես Մանուկյան, Մշակութային ազդագիր։